Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սալդերանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բարի ձեզ պարոն Սարգսյան։ Աստծո բարին։ Պարոն Սարգսյան, մեջբերեմ ձեր այս վերջերս ասած միտքը, ըստ ամենայնի, մինչև 2026 թվականի ընտրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Հիմա ես այդ հարցը ենթադրում եմ ձեզ չտվեցին կամ մի քիչ այլ կերպ էին տվել մեր գործընկերները։ Սա ձեր վերլուծությունն է, թե որպես հղում կարող ենք այս դեպքում օգտագործել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հայտարարությունը, որ այդ մոտարապես նույն միտքը ասել էր, եւ ես այնքան էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա պիտի տեղի ունենա հենց գարնանը, որովհետև Ադրբեջանը թվում է, թե Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը չի հանել, գոնե դեռ։ Ինչու։ Նախ ասեմ, որ ես հենց հաղորդման ժամանակ ասել եմ, որ սա որպես վարկած եւ որևէ տեղեկատվական հենք չունի, ուղղակի պարզ վերլուծության հետևանք է։ Ու որպես վերլուծության հիմք բերել եմ այն, որ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրավիճակները շատ ավելի լավ է տիրապետում եւ վերլուծում, քան նախկին 3 նախագահները, քան ես, որովհետեւ ինքն այսօր վարչապետ է, որտեւ նախկին 3 նախագահներն էլ չկարծան 3-րդ անգամ առաջադրվել, չունեցան այդ հնարավորությունը, ես ինչքան փորձեցի հանրահավաքներով չկարողացա իշխանապողություն անել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաջողեց նաև պատերազմից հետո վերընտրվել, այսինքն ինքը ներքաղաքական մանևրը շատ լավ վերլուծում է։ Իսկ նման վերլուծող մարդը կվերլուծեր ու կընդուներ, որ հիմա ամենահարմար պահն է արտահերթ ընտրություններ անելու եւ ընդհանրապես գործող իշխանությունը ունի այդ առավելությունը, որ կարող է գնալ արտահերթի, իսկ դրան պատրվակներ գտնելը բազմաթիվ են, խնդիրը նրանում չի, որ ինչ պատրվակով, ամեն պատրվակ կարող է բերել, որ այ գնում ենք խաղաղության, կան մարդիկ, որոնք ասում են, որ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղություն է կնքել պետք, այլ արժանապատիվ խաղաղություն է կնքել պետք, քանի որ իրենք պահանջներ են դնում եւ այլ, այս երկու թևերի տարբերությունն անելու համար գնում եմ արտահերթի։ Հիմա հարմար է այն առումով, որ նախ Սամվել Կարապետյանը իր կուսակցությունը չի ձևավորել, սրբազանները դեռ բանտում են, մի տարի հետո այդ կմաշի, կստեղծվի կուսակցությունը, չի ստեղծվի, այս ստորագրված փաստաթղթի ազդեցությունը կգնա, իսկ հիմա այդ ազդեցությունը բավականին բարձր է եւ այս ու էլի բազմաթիվ առումներով շատ հարմար իրավիճակ էր, որ հիմա ինքը գնար արտահերթի, ու եթե ինքը հիմա չի գնում արտահերթի, ուրեմն այլ ակնկալիք ունի։ Ու ես էլ դուք էլ ինչքան մտածենք, թե որը կլինի այն ակնկալիքը, որ հիմա ինքը այդ հնարավորությունից չի օգտվում քաղաքական նման վերլուծություն անելով, այդ ակնկալիքը հետեւյալն է, որ ինքը ինչ որ առումով վստահություն ունի, որ մինչև 2026 թվական հնարավոր է նաև խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ ստորագրած ունենա, որպես հաղթաթուղթ իր ձեռքին, ու դրանով մտնի խորհրդարանական ընտրություններ, որը իհարկե կապահովի իր քվենելի լուրջ ավելացում, այսինքն իմ ասացի տրամաբանությունը այս հենքի վրա է։ Արադ Միրզոյանի պատասխանը նույնպես հիմք է հանդիսանում, որ այս իմ ասած տեսակետը կարող է իրականության որոշակի աղերս ունենալ, որտեղ նա էլ չի մերժել, չի ժխտել, ասել է մենք Սահմանադրության հանրակրվեի մասով որևէ պայմանավորվածության ժամկետների չունենք եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու առումով ժամկետների պայմանավորվածություն չունենք, այդ կարող է լինել մի տարի հետո, կարող է լինել հիմա, որևէ այդ առումով պայմանավորվածություն չկա, այսինքն ինչ որ ես ասում եմ, որևէ մեկը չի ժխտում, որ չէ, մինչեւ 2026 թիվ ասենք արտահերթ ընտրությունների հնարավորություն չեն կարող լինել։ Պարոն Սարգսյան, տեսեք, իշխանությունը արդեն խաղում է այդ դաշտում, նկատի ունեմ խաղաղության դաշտում, որովհետև արդեն հստակ է, ասում են, հայտարարում են, որ խաղաղությունը արդեն տեսիլք չի, խաղաղությունը կա գետնի վրա, եւ երբ այդ թեզը արդեն դարձավ հիմնականներից մեկը, շատերի մոտ մտահոգություն առաջացավ, որ դա կարող է ուղղակիորեն ազդել ռազմական ծախսերի ծավալի վրա եւ մի քանի օր առաջ կառավարության նիստում հաստատվեց 26 թվականի բյուջեն եւ 100 միլիարդ դրամով պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարը կրճատվեց
դա մոտավորապես $260 միլիոն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը ավելացնում է ռազմական բյուջեն։ Հիմա հարց չենք շտապում մենք այդ իմաստով։ Արդյոք արժեր հիմա դա անել, թե երաշխիքներ կան այնպիսի, որոնցից որևէ մեկ հանձնել չի կարող։ Ասեմ, որ խաղությունը այսօր կա, փաստացի, այդ պոպուլյար դարձած բառի իմաստով գետնի վրա, բայց վաղը կլինի։ Խնդիրը հենց վաղվանն է վերաբերվում, եւ այս առումով վաղը կլինի թե չէ, կապված է երկու գործոնից։ Առաջին աշխարհաքաղաքական գործոնից, մեր բարեկամների ու մեր հակառակորդների դիրքավորումից, երկրորդ ռազմական բալանսի հավասարակշռությունից։ Խաղաղությունը մեզ միանշանակ պետք է, որովհետև այսօրվա պարագայում մենք ռազմական բալանսով զիջում ենք Ադրբեջանին, հետևաբար Ադրբեջանը ցանկացած հարմար պատրվակ օգտագործելու է մեր դեմ ուժային պարտադրանքներով ինչ-ինչ արդյունքներ նորից գրանցել։ Եվ այս խաղաղության ժամանակամիջոցը մենք պիտի օգտագործենք մաքսիմալ լավ։ Ինչ վերաբերվում է Թրամփի տարիքին կամ Թրամփի լինել չլինելուն, ես ուզում եմ հիշել, որ նույնիսկ Բայդենի իշխանության ժամանակ, որը շատ ավելի ռեալ էր, շատ ավելի կոնկրետ էր, վայրի վերումներ չուներ, առանց փորձարկումների, առանց Թրամփի մարտավարության, միանգամից մարտ եւ հաղթանակ է սկզբունքի, այնտեղ նաեւ Միացյալ Նահանգների այն ժամանակվա պետքարտուղար Բլինկենը շատ ռեալ էին եւ խնդիրը դրել էին միջին միջանցքի վրա։ Եվ հիմա եկավ Թրամփի իշխանությունը նորից խնդիրը դնում է միջին միջանցքի վրա։ Այսինքն Միացյալ Նահանգների համար սա ստրատեգիական գիծ է եւ կապ չունի Թրամփն է թե ով է։ Եվ կապ չունի ճանապարհը Թրամփի անվանն է թե ում անվանն է։ Ճանապարհը Միացյալ Նահանգների անվանն է։ Եվ եթե Սյունիքում այդ ճանապարհը Միացյալ Նահանգների անվանն է, այդ ճանապարհի վրա հարձակվելը շատ լուրջ ռիսկի եւ պատժամիջոցների խնդիր է։ Ու պետք չի ասել, որ գիտեք, ինձ խնդիրը կախված է Թրամփի զանգից, հեռախոսի WhatsApp-ի համարն ունեն, թե չունեն։ Խնդիրը բացարձակ զանգինը չի, խնդիրը անվանն է, որովհետև Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհը այդ ճանապարհի վրա հարձակվելու դեպքում պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ այդ ճանապարհից դուրս պատերազմ անելը բացարձակ անիմաստ է, հետեւաբար այս համատեքստում ես համարում եմ, որ առաջիկա տարիներին, քանի այս գործում է եւ այս իրականություն դառնա, Թրամփի ուղին իրականություն դառնա, Սյունիքում պիտի մոռանանք պատերազմի մասին։ Ամբողջ խնդիրը նրանում է կդառնա Սյունիքում Թրամփի ուղին իրականություն թե ոչ։ Եվ ինչ արագությամբ մենք փորձենք այդ անել։ Նայելով Ադրբեջանի գործնեությունը, թե ինքը ինչ արագությամբ է փորձում այդտեղ հասնել, Թուրքիայի գործնեությունը, որ 22 միլիարդ վերցրել է գալ Նախիջևանին միանալու համար, ես համոզված եմ, որ այդ ուղին իրականություն է դառնալու։ Ձեր հիմնական հարցին պատասխանելով, ասեմ, որ ռազմական ծախսերը չպիտի կրճատվեին։ Ես կատեգորիկ դեմ եմ նման մոտեցմանը։ Ես համարում եմ, որ Հայաստանը իր բյուջեի հիմնական մասը, ծախսային մասը պիտի դնի ռազմական ծախսերի վրա եւ պիտի դնի կրթության ու գիտության վրա։ Մենք նաեւ ծրագիր ենք առաջարկելու այս ընտրություններում, մենք 5 ծրագրով ենք հանդերձ գալու, որտեղ ամեն գլուխայով է սկսում, առաջինը դա անվտանգությունն է եւ մենք այս անվտանգության համատեքստում առաջարկելու ենք ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցման մեխանիզմ, իսկ մեխանիզմը հետեւյալն է՝ ամեն տարի 20%-ով կրճատել զինվորների զորակոչի տիվը եւ այստեղ նաեւ գումարը չավելացնել, բանակի գումարը չավելացնելով։ Այսինքն մեկ զինվորը այսօրվա պարագայում միջինացված մաքսիմումը նստում է 2 տարվա ծառայությունը $30,000 բանակի վրա։ Մեկ ցամաքային դրոնը, որը կարող է դիրքապահ ֆունկցիա կատարել, որը փոխարինում է 4 զինվորի, որը 4 օրը մեկ պիտի ուղակի լիցքավորվի, ինքը ունակ է նաև ինքնուրույն լիցքավորման, որը արտադրում է Հայաստանը, մեր էքսպոներում մասնակցել են, թրթուրավոր են, զինվորից ավելի արագ է շարժվում, ունի գիշերային տեսողություն, կրակում է հրազենի բոլոր տեսակներից շատ ավելի դիպուկ, քան ամենալավ կրակող զինվորը, չի զոհվում, որ զոհվի էլ ջանդամը մեքենա է, եւ այստեղ ամբողջ խնդիրն է, որ այդ
ցամաքային դրոնը կարող են 20 դրոնը կարող է ղեկավարել մի դրոնավար, որը նստած է Երևանում։ Ենթադրենք այս շենքի առաջին հարկում ու երասխում կառավարում է դրոնները, իրենց հերթափոխը եւ այլ։ Եվ այսպես ամեն տարի 20% կրճատելով 5 տարվա մեջ զորակոչը ընդհանրապես վերացնել ու անցնել ամբողջական պրոֆեսիոնալ բանակի, որտեղ մարդիկ կտիրապետեն 6-րդ սերնդի ռազմական գործունեությանը։ Իսկ 6-րդ սերնդի ռազմական գործունեությանը տիրապետող մարդկանց պիտի լավ վարձատրես։ Պիտի շատ լավ վարձատրես, որպեսզի այդ մարդիկ կարողանան գալ բանակ, նախընտրեն բանակի ծառայությունը, այդ չլինի միայն պատրիոտիզմի վրա, այդ ունենա նաև անհատական շահագրգռվածություն եւ լավ ապրելակերպ, հետեւաբար այս համատեքստում միանշանակ ես կարծում եմ, որ ռազմական բյուջեն ավելացնել է պետք, որտեղից ավելացնելու տարբերակներ են առաջարկում, օրինակ կարող են բերել Էստոնիայի օրինակը, Էստոնիան 5 տարի առաջ անցել է պետական կառավարման լրիվ թվային մոդելի եւ այս տարի 2025 թվականին Էստոնիան 1.2 միլիարդ բյուջեի խնայողություն է ունեցել ամբողջական կառավարման համակարգը թվայնացնելու պարագայում։ Ինքը կոռուպցիայի գծով դարել է աշխարհում 3-րդ 30 երկրների մեջ։ Ինքը նոր տեխնոլոգիաների կիրառման առումով աշխարհի պետությունների մեջ տասնյակի մեջ է մտել։ Մեր պարագայում այդ կլինի նաև սեպայի այն բոլոր համարյա կետերը լրացնելու բիզնեսի համար այդ որ արդեն երբ որ պետական համակարգը թվայնացված է, ինքը գործ չունի բյուրոկրատիայի հետ, բիզնեսի համար արտակարգ շահավետ իրավիճակ է ստեղծվելու եւ Հայաստանի համար առաջին տարին մոտավորապես ես հաշվարկել եմ կոպիտ հաշվարկով 800 միլիոն դոլարի խնայողություն կարող ենք ունենալ, որը կարող ենք ուղղորդել թե բանակի վրա, թե գիտության ու կրթության վրա եւ Էստոնիան 2 տարի առաջ իրենց այդ մոդելը, ծրագիրը պատրաստած առաջարկել է եւ այդ առաջարկությունը չթաքցնեմ, որ ես անձամբ ներկայացրել եմ վարչապետին, որ կա այսպիսի առաջարկ ամբողջությամբ կառավարման։ Գիտեք, խնդիրը նրանում է, որ այդ պարագայում բազմաթիվ մարդիկ են աշխատանքից ազատվելու բյուրոկրատական համակարգի, որը խնդիրներ է առաջացնելու։ Մենք օրինակ ասում ենք, մենք երբեք էլ չենք խուսափել, պոպուլիզմով չենք զբաղվել, քաղաքապետի ընտրություններին մեր տեխնացու Արտակ Զեյնալյանը ասում էր, որ մենք մեզ քվետալուց հետո մենք որ եկանք իշխանության, տրանսպորտի գինը թանկացնելու ենք, որտեղ այս գնով տրանսպորտ չի լինել։ Հիմա մենք էլ այս ընտրություններին քարոզարշավին ասելու ենք, որ մենք անք տվայնացնելու ենք ու բազմաթիվ պետական չինովնիկներ իրենց աշխատանքը կորցնելու են, բայց իրենք կարող են իրենց դրսևորել այլ ոլորտներում, որտեղ այդ լրացուցիչ ներդրումները բերելու, որը նոր աշխատատեղերի եւ այլնի հնարավորություն է տալու եւ մարդիկ կարող են իրենց դրսևորել այլ ոլորտներում շատ ավելի բարձր աշխատավարձ։ Հա, ես ուրախ եմ, որ դուք հույս ունեք, որ մեր չինովնիկները կարող են այլ ոլորտներում իրենց դրսևորել, բայց հիմա վերադառնանք Թրամփի միջանցքին, եթե դեմ չեք։ Տեսեք, այստեղ երբ դուք խոսում եք Թրամփի միջանցքի մասին, մասնավորապես Թրամփի ուղու, մասնավորապես երբ խոսք գնաց Սյունիքի մասին, տեսեք, այստեղ մի հակասություն կամ հակադրում կա ձեր տեսակետի եւ այն մարդկանց, որոնք ընդդիմախոսում են այս ծրագրին։ Տեսեք, դուք ասում եք, որ ըստ էության ինքը լավ է թեկուզ մենակ նրանով, որովհետև Սյունիքը ապահովագրվում է ռազմական ցանկացած ոտնձգությունից։ Անդիմախոսները, այսինքն դա մեծ ձեռնտու է։ Անդիմախոսները ինչ են ասում, տնտեսական հաշվարկը ցույց է տալիս, որ Մեղրիի ճանապարհը ինքը ձեռնտու չի տնտեսական իմաստով, ավելի ձեռնտու կլիներ, եթե միջին միջանցք կոչված անցներ հյուսիսային հատվածով Հայաստանի, միաներ Գյումրի Կարս երկաթգծին արդեն գոյություն ունեցող այդ դեպքում համ ճանապարհը կկրճատվեր, համ լոգիստիկ ծախսերը ավելի քիչ կլինեին, հետևաբար սա քաղաքական պրոյեկտ է եւ այդ քաղաքական պրոյեկտի թիկունքում կանգնած է Թուրքիան եւ մասամբ նաեւ Ադրբեջանը իրենց պահանջներով։ Նախ ասեմ, որ այդ մարդիկ սխալ են հետազոտել թե լոգիստիկ խնդիրները եւ թե քաղաքական խնդիրները։ Միջին միջանցքի համար պայքարում էր Միացյալ Նահանգները, այդ ճանապարհի համար, ոչ թե վերևից են ճանապարհի։ Այդ ճանապարհի համար պայքարում է նաև Չինաստանը, որ անունը դրել է մեկ գոտի, մեկ ուղի։ Այսինքն դա ճանապարհների ապաշրջափակում է, ոչ թե Ադրբեջան, Նախիջևան ուղի։
Երկրորդ, որ ասում են ձեռնատու չի, այսինքն երբ որ փակ է դա ձեռնատու է, երբ որ բացվի դա ձեռնատու չի, ասենք ենթադրենք Ադրբեջանն աշխատում է 5 միլիոն, մենք աշխատում ենք 400,000 400,000 ենք աշխատում, ձեռնատու չի, 400,000-ը ձեռնատու չի։ Երրորդ ու ամենակարևորը, ինչ իրենք շրջանցում են։ Այսօր Ադրբեջանը երկաթգիծ ունի Վրաստանով դեպի Թուրքիա գնացող։ Այդ երկաթգիծը երբեք չի կարողացել իր հզորությամբ աշխատել։ Թողունակությունը շատ փոքր է։ Ինչի՞, որովհետև լեռներով է։ Լեռների պարագայում, երբ որ մեծ թեքություններ են, կամուրջներ, թունելներ եւ այլներ, սրանք բավականին թանկ են։ Այդ պարագաներում նույնիսկ կան իրավիճակներ, որոնք անհնարին են։ Միակ երկիրը, որ ինչ որ կերպ է կարողացել է հաղթահարել, Չինաստանն է, որը ավել գումար է ունեցել։ Այս պարագայում այդպիսի փողեր դնելը իր ծախսը չի էլ հանելու։ Միջին Միջանցքի առավելությունը նրանում է, որ լեռներ չկա, այսինքն Կասպից ծովից անցնելուց հետո Ադրբեջանից ինքը իջնելու է Լենքորանի հարթավայր։ Լենքորանի հարթավայրով իջնելու է Արաքսի ափից ուղիղ գծով, առանց վերև ներքև անելու, առանց բարձրություններ հաղթահարելու, առանց տեկությունների։ Շատ մեծ թողունակությամբ ճանապարհ է, ասենք EBRD բանկը համարում է, որ տարեկան 50 միլիարդի ապրանքաշրջանառություն է լինելու։ Եվ այս ճանապարհը թե Չինաստանը, թե Միացյալ Նահանգները ընտրել են նրա համար, որ ավելի քիչ գումար ներդրում անելով, ավելի շատ, այսինքն հետ դարձի ավելի կարճ ժամանակ են ունենում եւ ավելի շատ մեծ օգուտներ։ Եվ պիտի կրկնեմ, որ այո, այս ճանապարհը ոչ թե Ադրբեջան, Նախիջևան իրար կապելու ուղի է, որտեվ եթե այդպեսին լիներ, ասենք գոնե Բայդենի վարչակազմը դրա համար չէր պայքարի, էլի, այդ Միջին Միջանցքի համար Բլինկենը 3 անգամ չէր գնա Միջին Ասիական Հանրապետություններ կամ Կենտրոնական Ասիայի երկրներ բանակցությունների, նույնը արեց Էմանուել Մակրոնը Միջին Ասիական երկրներ գնալու առումով, եւ եթե սա միայն դա լիներ Թրամփը ընդհանրապես չէր մտնի այս 45 կիլոմետրի համար խնդիր լուծելու։ Այս գերկարևոր խնդիր է, որը աշխարհակաղակական հարց է լուծելու, ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ դա էներգետիկ հարց է լուծելու։ Այստեղ հիմնական գումարը գազամուղն է, որը Գալկանիշի հանքավայրից պիտի գա Կասպիցովն անցնի, ադրբեջանական գազն էլ միանա, գա այս ճանապարհով, գնա հասնի մինչև Եվրոպա։ Եվ որը 30 միլիարդ խորանարդ մետր գազ է առաջին 20 տարում տեղափոխվելու առաջին գծով, երկրորդ գծով նորից 30 միլիարդ, առաջին գծի գինն արժի 20 միլիարդ դոլար, երկրորդ գիծը, քանի որ առաջի գիծը կա, արժի 6 միլիարդ դոլար։ Այս ամեն ինչը թվերը, ինչ որ ես ասում եմ, արդեն համացանցում դրած կա, ով ուզում է կարող է ստուգել, եւ այստեղ խնդիրը Եվրոպան ռուսական գազի կախվածությունից ազատելն է, նաև Եվրոպայում գազային շուկան դիվերսիֆիկացնելն է, որ Ռուսաստանը հետո մտնի էլ պատերազմից հետո իր ուզած թվերը ուղղակի չկրակի ու շուկայում։ Փաստացի ստացվում է, որ հիմա այն ինչ որ իրականացում է կամ արդեն նախագիծը կա, դա ըստ էության Inogate ծրագիրն է, որը կար 2000-ականների սկզբին, հա, այդ նույն Կենտրոնական Ասիայի գազի, բան, որ Հարավային Կովկասով ինչ որ առումով լրիվ ճիշտ եք, դա Inogate ծրագիրն է, դրան գումարած երկաթգիծը։ Inogate ծրագիրի նկատի ուներ միայն գազամուղը, Կենտրոնական Ասիայի գազը, ու գիտեք այն ժամանակ ինչի չստացվեց։ Չստացվեց, որովհետև Իրանը եւ Ռուսաստանը Կասպից ծովում սեփական տարածք ունենալով հանդերձ բոյկոտում են ու չեն թողնում, որ Կասպից ծով, քանի որ երկուսն էլ գազային տերություններ են, իրենց ձեռնատու չի, որ միջինասիական գազը գա ու գնա, որտեղ մրցակից է մտնում դաշտ։ Հետևաբար իրենք Կասպից ծովի շահգործման տարբեր օրենքներ բերելով թույլ չեն տվել, որ այս խնդիրը լուծվի։ Բարեբախտաբար, ինչքան ես տեղյակ եմ, Մակրոնի այցելությունից հետո այս խնդիրը Թուրքմենիայի եւ Ադրբեջանի միջև լուծվել է, եւ Իրանն ու Ռուսաստանը չեն կարող այս առումով արդեն խանգարել, եւ այս գազատարը թուրքմենական, ղազախական եւ ադրբեջանական գազը 30 միլիարդ խորանարդ մետր առաջին գծով 20 միլիարդ դոլար ծախսով գալու է գնա հասնի Եվրոպա։ Դա նշանը իսկ այդ 20 միլիարդը դնում են մի դեպքում, երբ որ գիտեն, որ պատերազմ չի լինի, որովհետև փող դնում են, այսինքն առաջիկա 20 տարին
Եթե թուղթը ստորագրվում է, տեղից շարժվում է, առաջին գազամուղը գնաց, ես կարող եմ հստակ ասել, որ պատերազմ չի լինի։ Չի լինելու ուղղակի։ Օրինակ մենք ինչու այս 44-օրյա պատերազմում չկրակեցի, ասենք չհրետակոծեցինք գազամուղը, որովհետև դրա հետևանքները ու պատժամիջոցները սոսկալի կլինեին մեր համար, այսինքն դա բոլորն են հաշվում, փոքր երկրները ընդհանրապես դրան չեն գնա։ Բայց այս դեպքում տեսեք, ուրիշ խնդիր է առաջանում։ Դուք ասացիք, որ 2000-ականներին ինոգեթը չիրականացվեց, որովհետև կային Ռուսաստանի եւ Իրանի շահերը։ Հիմա էլ այդ շահերը կան, ըստ էության, բայց Հայաստանը հիմա միացել է մի ծրագրի, որը ըստ էության Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ գրեթե դաշնակից է, բնական դաշնակից է այն իմաստով, որ շատ մտերիմ բարեկամ պետություն է, եւ այստեղ ստացվում է, որ մենք հաշվի չենք նստում մեր թղթով դաշնակցի եւ մեր իրական բարեկամի հետ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այս երկրներից յուրաքանչյուրի սեփական շահերի մասին մենք չպիտի հոգ տանենք, մենք պիտի հոգ տանենք մեր սեփական շահի մասին, որտեվ Իրանին ձեռնատու է, որ Հայաստանը լինի ձկան պահածո, այն էլ սառնանում դրած, որտեվ Իրանին ձեռնատու չի, որ Հայաստանով որևէ ճանապարհ գնա։ Այսօր այդ նույն Ադրբեջանը Թուրքիա գնում է Իրանի ճանապարհով եւ գումարներ է վճարում։ Այս ճանապարհը բացվելու դեպքում ինքը այդ գումարները չի վճարելու, գումարած քաղաքական ազդեցությունը, որ Իրանը կարող է բանեցնել Ադրբեջանն ու Թուրքիա կապերի մեջ, հետեւաբար Իրանը չի ուզում, ուզում է, որ Հայաստանը փակ մնա, իսկ մեզ ինչ, ձեռնատու է այդ փակ մնալը։ Ասենք դե լավ, հարևան Իրանն է, չի ուզում փակ մնանք, այսպես փակ կապրենք։ Ժամանակին Վարդան Օսկանյանն էր ասում, չէ, 100 տարի էլ փակ սահմաններով կապրենք։ Ես վագրային թռիչքներ։ Հա, վագրային թռիչքի տարիներ։ Ես այն ժամանակ մտածում էի, որ Ադրբեջան եւ Թուրքիան քանի որ սպառնում էին, ասում էին, որ այ փակ սահմաններ է եւ այլ ու դուք չեք կարող ինչ որ բայ, այդ հակադարձում էր, այդ հակադարձելու համար, բայց ես վերջին հարցազրույց էր տվել եւ նորից այդ միտքը բնդում էր, այսինքն ինքը կարծում է, որ փակ սահմաններն ավելի լավ են, խոսում է սահմանների բացելու ռիսկայնության մասին, տպավորություն է, որ սահմանների բացելու որ փակ է պահել Թուրքիան, մեզ շատ մեծ լավություն է արել։ Թուրքիան բարեկամ երկիր է, մեր սահմանները փակ է պահում, լավություն է անում, որտեվ եթե որ բացվի մեր համար կատաստրոֆա կլինի։ Այս տրամաբանությունը փորձել եք հասկանալ այդ բան հիմնավորումը նկատի ունեմ, գիտեք ինչ իմաստով եմ ասում։ Տեսեք, ասում են, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Թուրքիան տնտեսական էքսպանսիա կսկսի, կգա մեզ ներսից կուտի կհոշոտի եւ այլն։ Ես այդ դեպքում միշտ այդ հարցը տալիս եմ, արս պատասխան դեռ չեմ լսել։ Այդ դեպքում ինչի է Թուրքիան այդքան հիմար, որ այսքան տարի սահմանը փակ էր պահում, եթե կարող էր Հայաստանի հարցերը հələ այն ժամանակ, երբ մենք տնտեսապես շատ վատ վիճակում ենք, գար մեզ ուտեր։ Իհարկե։ Դա абսուրդային է, դա վաղուց մեր մեջ մտցրած է, որ եթե Ռուսաստանը չի Թուրքիան է, իսկ եթե Թուրքիան եղավ, այդ մեր վերջն է, բայց այստեղ ռեֆորմացիան այնպես է գնացել, որ վաղուց արդեն այս տարածաշրջանում Միացյալ Նահանգներն է, իսկ Իսրայել եւ Իրան պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ որոշողն է Միացյալ Նահանգները, որ նույն Ռուսաստանն ու Թուրքիան որևէ բան անել չկարողացան։ Իրենց տեսակետը անգամ չլսվեց, իրենց տեսակետը անգամ չարծրվեց։ Միացյալ Նահանգները որոշեց, որ ռմբակոծում է, ռմբակոծեց։ Իսրայելը որոշեց, որ ռմբակոծում է, ռմբակոծեց։ Հիմա նույնը Հայաստան-Ադրբեջանն է խնդրում, Ռուսաստանը ինչքան էլ նոյեմբերի 9-ին երրորդ կետ, Իրանը չգիտեմ ինչ էր, միևնույն է, երկու նախագահները վեր կացան գնացին Վաշինգտոն, Թրամփին առաջարկեցին Նոբելյան մրցանակ, ճիշտ էլ արեցին, այնտեղ էլ թուրք ստորագրեցին։ Նայում ենք Թրամփի շնորհավորակը, որը անհամբեր սպասում ենք եւ այլը ծրագրերի, նայում ենք Պուտինին, այսինքն երևում է ով տարածաշրջանում անելիք ունի, գործողություն է առաջարկում, ով ուղղակի շնորհավորում է, որտեվ անելիք չունի, առաջարկ չունի, որտեվ առաջարկելու բան չունի։ Հետևաբար այս համատեքստում այլևս Ռուսաստանն ու Թուրքիան չեն այս տարածաշրջանում։ Հիմա ես կարող եմ ասել, որ ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Թուրքիան, հիմա տարածաշրջանում Միացյալ Նահանգներն է եւ տա Աստված, որ քանի այս տարածաշրջանում Միացյալ Նահանգներն է, իսկ մենք ժողովրդավարության, քրիստոնեության ու բազմաթիվ այլ առումներով իրենց հետ ավելի շատ նույնություն ունենք, ավելին մեր
մեր ստրատեգիական, ռազմական, գիտական ու մնացած բոլոր առումներով ծրագրերը համընկնում են Միացյալ Նահանգների մոտեցումների ու ծրագրերի հետ, դրանք չեն հակասում, մենք դառնում ենք ոչ միայն ռազմավարական, այլև ռազմական դաշնակիցներ, եթե ճիշտ կայլեր անենք ու գնանք այդ ուղղությամբ, որտեղ Միացյալ Նահանգները Հայաստանը տեսնում է այս տարածաշրջանում որպես գիտահեն, նոր տեխնոլոգիական, տրանսպորտային, գազային, էներգետիկ համակարգի կենտրոն։ Էներգետիկ առումով ինչու է այդպես տեսնում, որտեղ նայեք, եթե այդ գազամուղն անցնի Հայաստանով, այդ միակ տարածքն է, որ Միացյալ Նահանգները կարող է գրասենյակ դնել, եւ որտեղ ինքը համատեղ է, եւ որտեղ կարող է այդ փականը գազի բացել եւ փակել, ազդեցությունն օգտագործել թե Եվրոպայի վրա, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ այլն։ Երկրորդ, իրենք ներկայացնում են նաեւ ծրագրեր նոր տեխնոլոգիաների առումով եւ եթե հիշում եք այդ հռչակագրում առաջինը կիսահաղորդիչներն էր, աշխարհում ընդամենը 5 պետություն է կիսահաղորդիչ արտադրում, Միացյալ Նահանգներն ուզում է, որ Հայաստանը դառնա 6-րդը։ Բարձրագույն տեխնոլոգիաների եւ արտադրության նախարարության հետ հուշագիր։ Այո, հուշագիր ստորագրվեց, կա նաեւ առաջարկ, որը կոչվում է Արարատյան դաշտի տեղեկատվական կենտրոն 2.2 միլիարդ ներդրումով, որը հաշվարկված է վարկյանի 100-րդական ճշտությամբ եւ փաստորեն Արարատյան դաշտավայրը ամենահարմարն է Կատարից սկսած մինչեւ Արաբական Էմիրություններ տեղեկատվությունը հավաքվելու եւ Եվրոպա փոխանցելու առումով այստեղ այս ոլորտում արագությունները երկարևոր են ու այս առումով մենք չափից ավել շահեկան դիրքում ենք պլյուս Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտիներում կա տարածք, որտեղ տարեկան միջին ջերմաստիճանը 11 աստիճան է, այսինքն այդ հնարավոր չի դնել Արաբական Էմիրությունում, որտեղ շատ շոկ է, իսկ այդ սերվերները տականում են ու այդ ջերմությունը կիրառման հովացման համար էլեկտրոէներգիա պիտի ծախսես, պլյուս այդ ջերմությունը պիտի ինչ որտեղ օգտագործես, դա էլ օգուտ բերի, այստեղ կարող են ջերմոցներ եւ այլը այդ ջերմությամբ նաեւ արվեն եւ սրանք շատ լուրջ ծրագրեր են, այդ ծրագիրը ամեն տարի 500 միլիոն հետ դարձ է ունենում, պատկերացրեք, դրվում է 2.2 միլիարդ եւ 3.5 տարի հետո արդեն ծախսը հանել է։ Դրա քաղաքական ազդեցության մասին էլ չեմ ասում։ Դրա քաղաքական ազդեցությունը չափից ավել լուրջ է լինելու, այսինքն ես հեչ պատահական էլ չեմ համարում, որ սովետների ժամանակ ատոմակայանը դրեցին Հայաստանում, ոչ թե Վրաստանում, Ադրբեջանում, որ Թուրքիան նոր է ատոմակայան ունենում, նույնը Իրանը, ինչի, որտեղ մենք ֆիզիկների շատ լավ դպրոց ենք ունեցել, մենք այդ ոլորտում աշխարհին շատ լուրջ մասնագետներ ենք տվել։ Սրանք բալեր են, որոնք խոշոր տերությունները ինչ որ բան անելուց հաշվարկում են։ Հիմա էլ են հաշվարկել, որ կիսահաղորդիչների այդ դաշտում Հայաստանը լուրջ մասնագետներ ունի։ Այսօր Միացյալ Նահանգների այդ ոլորտում աշխատող մասնագետներից երկրորդը, երրորդը իր ազդեցությամբ, ազգությամբ այ է։ Եվ այս հանգամանքներն է, որ բերում են նրան, որ հայերը կարող են, ունակ են, ու մենք կարող ենք սիլիկոնային վաֆելներ արտադրել, այնպես ինչպես ասենք արտադրում է Թայվանը, արտադրում է Կորեան, արտադրում է Ճապոնիան, արտադրում է Նիդերլանդները, Միացյալ Նահանգները, 6-րդը լինելու է Հայաստանը։ Այս գիտեք այնպիսի մի չափանիշի է հանելու Հայաստանը, որտեղ մրցակցությունը արդեն Ադրբեջանի հետ չի։ Եվրոպայում, ընդհանրապես աշխարհում Նիդերլանդները տեսեք ինչքան փոքր մրցակից չունին։ Այսօր Միացյալ Նահանգների այդ F-35 ինքնաթիռների այդ վաֆելային սիլիկոնային այդ սիլիցիումից այդ վաֆելները Նիդերլանդներում են արտադրում։ Այդ տեխնոլոգիան իրենք ունեն, ուզենան կարող են չտանան կա։ Ուզենան կարող են անջատել։ Ուզենան կարող են անջատել, այո։ Ժամանակին որ ռուսները մեզ զենք էին տալի, հիշում եք, ասում են այնտեղ գտնվում բանկա, իրանք ցանկացած բայի կարող են անջատել։ Իմիջիալ 44-ին դա արեցին, 44 օրյայի ժամանակ։ Հիմա տեսեք, լավ ամփոփելով հիմա կարճաժամկետ կտրվածքով, ասենք 1-2 տարվա ընթացքում հասկանալի է, որ դուք վստահ եք, որ ռազմական գործողություններ չեն լինելու։ Ինչի եմ ես անընդհատ վերադառնում այդ թեմային, որովհետև թերևս հիմա հասարակության ամենահուզող ու ամենամտահոգիչ խնդիրը դա է։ Պատերազմ կլինի, թե չի լինի։ Ես ճիշտ հասկացա, դուք ասում եք, որ առաջիկա 20 տարվա կտրվածքով պատերազմ չի լինի, եթե վաղը սկսվի շինարարությունը, ասենք երկաթգծի կամ գազամուղի կամ այն մյուսի կամ այն չորրորդի։ Հիմա այս կապիտալը ժամանակը դա կապիտալ է։ Հայաստանը ինչպես պիտի օգտագործի։ Եկեք 2 տարվա մասով խոսենք։ Ասեմ, որ Հայաստանը
Նիկոլ Փաշինյան եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ ստորագրած երկկողմանի փաստաթուղթը իր 3 կետերով առաջին կիսահաղորդիչներ, երկրորդ էներգետիկա եւ երրորդ ճանապարհներ, կոմունիկացիաներ պիտի այդ ուղղությամբ գոնե օրենսդրական դաշտին վերաբերվող բոլոր խնդիրները 2026 թվականի մինչև 2026 թվական այս խորհրդարանով կարողանա առաջիկա ամիսներին անցկացնել, այս պայմանը այս ստորագրած փաստաթուղթը մի կարևոր բան ունի, որը բոլոր կետերում նշված է՝ մի տարի։ Ինչի է նշած մի տարի, որովհետև մի տարի հետո խորհրդարանական ընտրություններ են եւ եթե այս իշխանությունները չեն ընտրվում են ռուսահապատակ իշխանությունները եւ Հայաստանը վերահացվում, չգիտեմ, լավագույն դեպքում Վրաստանի, որը շեղվում է այդ ուղուց, վերջացավ։ Արդեն դուրս է գալի Թրամփի ուղին եւ այլն, խնդիրը գնում է նոյեմբերի 9-ին։ Երրորդ կետ արդեն բանակցում են Միացյալ Նահանգներն ու Պուտինը այս ճանապարհի խնդրով, Հայաստանը արդեն այդ խաղում չկա, բանակցում են Պուտինը, Էրդողանը եւ Միացյալ Նահանգները։ Հետեւաբար այս ամեն ինչը կախված է նրանից, թե մեր ժողովուրդը ինչ ընտրություն կատարի 2026 թվականին։ 2026 թվականի ընտրություններից հետո եթե նույնիսկ այս կուրսը, որը երկու աթոռի վրա նստելու կուրս է, որի կողմնակիցը չենք մենք ամբողջությամբ վեկտորի փոփոխության կողմնակից ենք։ Եթե նույնիսկ այս կուրսը պահվի, ինչ է այսօր բազմավեկտոր քաղաքականության ասած կուրսը, որը տանում է իշխանություն, այդ պարագայում այս ծրագրերը իրականություն են դառնալու եւ այս ծրագրերի պարագայում մենք ոչ միայն կորուստներ չենք ունենալու, մենք շատ կարճ ժամանակում շատ լուրջ ձեռքբերումներ ենք ունենալու ու բացարձակ այլ հարթության վրա Հայաստան ենք ունենալու։ Եթե այդ չի տեղի ունենում, մենք 10-15 տարի հետ ենք գնալու, այդ միանշանակ ժողովրդավարության առումով էլ չեմ ասում, Մոսկվայից նշանակելու են ում ուզեն, գալու են այն նույն բարքերը, ինչը կա, տնտեսությունը բաժանվելու է 40 օլիգարխների մեջ եւ ասվելու է, որ այս կազմակերպված պետություն է այս սխեմայի մեջ մենք հայտնվելու ենք իզգոյ երկրների ցանկում, որոնց վրա պատժամիջոցներ են կիրառելու, իսկ Ադրբեջանը անդադ զարգանալու է, հետո ինչ որ պահի Ռուսաստան-Ադրբեջան նորից մտնելու են բանակցությունների դաշտ ու զիջելու են, այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղը զիջեցին, այսինքն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրականություն է դառնալու։ Աստված չանի, խնդիրը գնա այդ ճանապարհով, այդ պարագայում մենք ոչ միայն ինքնիշխանությունն ենք կորցնելու, վստահաբար նաև տարածք ենք կորցնելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։